Թուրքիայի ամենամեծ ավիաընկերությունը թուրքական ավիաուղիները կանոնավոր չվերթներ է իրականացնելու Երևան։ Այդ մասին նշել է ավիաընկերության տնօրենների խորհուրդը։ Սակայն քանի որ օդային հաղորդակցության ընդլայնման հարցը տեղ էր գտել Երևանում Հայաստանի եւ Թուրքիայի կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչների հանդիպմանը, ապա որոշումը պետք է քաղաքական այդ կոնտեքստում դիտարկել։ Հարաբերությունների կարգավորման գործընթաց սկսելու համատեքստում էր նաեւ, որ Հայաստանն ու Թուրքիան 2020-ի Արցախյան պատերազմից հետո որոշեցին վերսկսել ավիահաղորդակցությունը։ Այն ի դեպ նույնպես Ռոբինյան Քլաչ հանդիպումների արդյունքում էր։ 2022-ի ձմռանը Fly1 Armenian եւ թուրքական բյուջետային Pegasus ընկերությունը երկու կողմի քաղավիացիոն կոմիտեներից ստացան չվերթները արտոնելու թույլտվություն, որը գործում է մինչև օրս։ Մեծ հաշվով դա այն միակ հարցն է, որի շուրջ Երևանն ու Անկարան առարկայական արդյունքի են հասել։ Առհասարակ երկու երկրների միջև ավիահաղորդակցության ոլորտը տևական ժամանակ եղել է այն հարցը, որի վրա չեն ազդել Հայաստան-Թուրքիա չհաստատված դիվանագիտական կապերը։ Հայաստանի եւ Թուրքիայի միջև չվերթներ են գործել դեռևս 1995-ից երկու երկրների քաղավիացիայի հարցերով միջգերատեսչական համաձայնագրի արդյունքում։ Դրանով բացվեց Հայաստան-Թուրքիա օդային սահմանը, որը Թուրքիան փակել էր դրանից 2 տարի առաջ։ Թուրքական կողմն այդ ժամանակ գնաց այդ քայլին մեծամասամբ եվրոպական քաղաքացիական ավիացիայի ճնշումների տակ։ Մի շարք հարցազրույցներում այդ մասին պատմել է Հայաստանի քաղավիացիայի նախկին ղեկավար Շահեն Պետրոսյանը։ Դրանից հետո երկկողմ չվերթները որոշ ընդհատումներով հանդերձ 90-ականներից մինչև 2019 թվականը շարունակվել են։